Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է եւ ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Փակ TV-ն, որը փաստերի, անակնկալների եւ կարծիքների հեռուստաալիք է։ Հեռուստաալիք, որտեղ ամեն վարքյան կարող են լինել շատ կարևոր փաստեր, իհարկե նաեւ անակնկալ հայտարարություններ եւ շատ ինքնատիպ կարծիքներ։ Եվ պիտի ասեմ, որ այսօրվա մեր հյուրը այն անձնավորությունն է, որը միշտ սպասված է հատկապես մեր եթերում եւ մեր ունկնդիրների համար։ Մի անձնավորություն, որը արդեն տասնամյակներ շարունակ ապացուցել է, որ ինքը ով է, որտեղից է գալիս եւ ուր է գնում։ Մի անձնավորություն, որը շատ ճշմարտացի վերլուծություններ է անում։ Հայտնի վերլուծաբան, ռազմական վերլուծաբան, քաղաքագետ Հայկ Նահապետյանն է Փակ TV-ի տաղավարում։ Բարև ձեզ։ Պարոն Նահապետյան, ես հասկանում եմ, որ ձեզ գնալով ավելի դժվար է եթերում խոսելը, որովհետև արդեն տասնամյակներ շարունակ ասում եք զուտ ճշմարտությունը եւ շատ թվում է թե հասկանալի լեզվով, բայց սայլը տեղից չի շարժվում։ Ես չգիտեմ ինչ մտածողություն ունի հատկապես մեր այսօրվա հանդիմությունը, բայց չի կարելի այսպես շարունակել։ Երկիրը աստիճանաբար գնում է բռնապետության եւ դա մեր բոլորի աչքի առջեւ։ Սա ինչ է, նշանակում է մեր ժողովուրդը հաշտվել է այս ամեն ինչի հետ, այս իրավիճակի, որում այսօր հայտնվել է Հայաստանը։ Գիտեք, ժողովուրդ, որ ասում եք, եկեք ավելի առարկայական գնահատենք։ Ժողովուրդը սուբյեկտ է մեկ օր, ընտրության օրը։ Ընտրության օրը ինքը սուբյեկտ է, իր որոշումից է կախված լինելու քո երկրի ապագան, թե ում է ձայն տալիս։ Հիմա այս տարի խորհրդանական ընտրություններին ժողովուրդը իրեն փայլուն պահեց։ Եվ զանգվածային լրատվամիջոցների, փորձագիտական, հասարակական դաշտի ակտիվիստների աշխատանքը չկորավ։ Ինչու՞։ Որտեւ եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված 2.500.000 մոտավորապես այդ փոչերով չեմ ասում, ընտրող կա, փաստացի Հայաստանում 5 միլիոն ընտրության իրավունք ունեցող անձինք բացակայում են։ Տարբեր հիմնականում աշխատանքի բերումով, այո, մեծամասամբ դուրս են եկել։ Եվ ես կարող եմ շատ այդպես պարզ եւ խիստ հաշվարկ անել 2 միլիոն Հայաստանում փաստացի ընտրողներից 1.5 միլիոնը մասնակցել է, այսինքն 300-ն է գործնականում մասնակցել։ 75% Հայաստանում ընտրություններին կեցվածք են դրսևորել Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ոսի մենք համատենք, որ ձեր աշխատանքը, այլ լրատվամիջոցների աշխատանքը, փորձագիտական շրջանակների աշխատանքը ինքը պտուղ տվել է, ես ընդհանրապես համատեմ, որ Երևան քաղաքի հավաքանու ընտրությունների ժամանակ, որով ընտրվեց քաղաքապետը, Երևանը մասնակցել էր 28%։ Դե հիմա 75։ Ընդ որում Երևանում նույնիսկ ես կարծում եմ մասնակցությունը ավելին է։ Այսինքն 3 անգամ Երևանում բնակիչը կեցված կա դրսևորել եւ գնացել է անդրադառ տեղամաս։ Այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ հայ ժողովուրդ հավաքական առումով իր քայլը արել է ընտրությունների օրը։ Հաջորդ քայլը դա քաղաքական ընդդիմադիր դաշտում իշխանություն կազմելու, վերցնելու հավակնություն ունեցող ուժերին եւ նրանց առաջնորդների գործն է։ Ես անպայման զանազանում եմ, տարանջատում եմ։ Ժողովուրդ իր քայլը արեց, գնաց ընտրության, թե ինչու եղավ այնինչ եղավ, դա այլ հարց է։ Դա մասնագիտական քննարկման հարց է եւ այլն, այստեղ ես չեմ ուզում այդ փակագծերը բացել, բայց փաստը մնում է փաստ, որ մեր ժողովուրդը իր քայլը արել է եւ նրանք, ովքեր որ պատասխանատու են հնդածած գործընթացների, իրենք են կրում պատասխանատվություն եւ իրենց քայլերով է որոշվելու, թե ինչ կլինի Հայաստանի ապագան։ Այդ թվում նաեւ այն ուժերը, որոնք խորհրդանում ներկայացված են լինելու։ Այն որ օրվա իշխանություններին պետք էր 3/5, ես կարծում եմ, որ այստեղ օրվա իշխանություններ Բարգավաճ Հայաստան կուսակցություն հակամարտություն չի, որի արդյունքում արվում է այնինչ արվում է, այդ կուսակցության եւ իր առաջնորդի եւ այդ կուսակցության կողմից առաջադրված ցուցակում անձանց ձերբակալության։ Այստեղ խնդիրը 3/5 հավաքելն էր։ Եթե տեսականորեն նայենք, որ օրինակ ուժեղ Հայաստանը ավելի քիչ ցայներ էր հավաքում եւ որի հետևանքով Բարգավաճը անցնում էր եւ իշխանությունը 3/5 էր հավաքում, Բարգավաճը կանցներ։
Այսինքն խնդիրը Բարգավաճին դուրս թողելը չի, հատուկ կանխամտածված, որ վատ վերաբերմունք կա, այդպիսի բան չկա։ Օրվա իշխանությունը նվազագույն խնդիր ա դրել 3-5-րդ, ինչու 3-5-րդ։ Եթե ինքը պարզ մեծամասնությամբ գնար եւ 3-5-րդ չունենար, ինքը կարող էր կազմել կառավարություն, բայց մի շարք կարևոր մարմիններ ինքը չէր կարող կազմավորել։ Օրինակ գլխավոր դատախազի նշանակումը շատ կարևոր պաշտոն է, հա։ Եթե չունես 3-5-րդ գլխավոր դատախազ չես կարող նշանակել։ Սահմանական դատանի դատավորներ, բարձրագույն դատական խորհրդի անդամներ, հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի անդամներ, այս բոլորը 3-5-րդն է թույլ տալիս։ Օրվա իշխանությունները իրենց պլան միու կատարեցին 3-5-րդի, բայց Բարգավաճի հաշվին։ Ակնհայտ է, չէ՞ որ Բարգավաճին դուրս թողնելով այդ 5 մանդատը վերցնելով է, որ իրենք 3-5-րդ կարողացան հավաքել։ Եվ այս իրողությունների պայմաններում ընդդիմությունը պետք է ճիշտ մարտավարություն մշակի։ Իսկ ըստ իս չգիտեմ մշակել է թե չէ, գոնե հրապարակավ դա չի երևում, որտեղ չկան գործողություններ, կոչեր եւ այլն, բայց ես կարծում եմ, որ ճիշտ մարտավարության հիմքում պետք է լինի հետեւյալ իրողությունը։ Փաշինյանի ավտորիտար ռեժիմը, որը աշխանաբար վերածվում է տոտալիտար ռեժիմի, այսինքն մեկ գաղափարախոսություն, մեկ կուսակցություն, հիմա դրա սաղմերն է, հա, գծվում։ Այդ Հայաստանում ավտորիտար ռեժիմ պահող լրջագույն կառույցներ եւ ինստիտուտներ կան։ Օրինակ Եվրամիության կառույցները։ Այս վերջերս Հայաստան եկել էր Եվրամիության թիվ 1 պատասխանատու անձը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնեն, որը ասենք տարբեր եվրոպական տարբեր ընդդիմադիր օղակների գնահատականով ինքը իրեն Եվրոպայի կայսրուհի է պատկերացնում, այսինքն այդպես, հա, եկել էր եւ ընտրությունների վերաբերյալ խիստ դրական վերաբերմունք արեց։ Սա ինքնին մեզ համար Հայաստանի քաղաքացու եւ ընդդիմադիր դաշտի առաջին հերթին եւ նրանց առաջնորդների համար սա ցուցիչ է, որ այս իշխանությունը ավտորիտար ռեժիմը պահում է Եվրամիությունը։ Հետաբար մեր համար շատ կարևոր է մեր քաղաքացուն բացատրել, որ այստեղ միայն Փաշինյան-Նիկոլի խնդիրը չի։ Ես ուղղակի մեկ զուգահեռ բերեմ Հանրապետության 3 նախագահների ժամանակ, ձեզ վստահաբար եմ ասում, նման այլանդակ ընտրություններ չեն արվել, ցանկացած մարդու իրավունքների խախտումների որոշակի պիկ հասնելուց հետո ես ձեզ վստահեցնում եմ եւ այդպես էլ կա եվրոպական կառույցները մարդու իրավունքների պաշտպանության տարբեր հանձնաժողովներ դուք նայեք ինչ ճնշումներ են գործադրում այն ժամանակ Հայաստանի իշխանությունների վրա որ այսինքն հիմա գործում է երկակի ստանդարտներ իրենց մեղմ ասած Հայաստանի օրվա վարչակազմը պետք է իրենց շահերն է սպասարկում մի կողմից, մյուս կողմից թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը եւ հետաբար Փաշինյանին տրված է Հայաստանի ներսում այդ ծրագիրը կյանքի կոչելու համար ցանկացած խոչընդոտ վերացնել օրենքով կամ անօրեն եւ նա էլ անում է այսինքն ուզում եմ ասել որ ընդդիմության առաջնորդները պետք է ճիշտ թիրախներ ընտրեն այն որ Ուրսուլա ֆոն դեր Լայն եկել էր հանրապետության հրապարակում մի քանի 100 անձ էր Այն էլ մեկ-երկու կուսակցություն, նույնիսկ կուսակցություններ չէին, մեկը կուսակցություն էր, մյուսը շարժում էր, հա, երկու-երեք միավոր էին հավաքվել, մի քանի 100 հոգով կեցվածք են դրսևորում։ Իսկ եթե պատկերացրեք, դա անդիմադիր ամբողջ դաշտն էր, եւ ասենք այդտեղ մի 50,000 մարդ ընդդեմ Եվրամիության այն հանձնակատարի, որը եկել է այս այլանդակ ընտրությունների վերաբերյալ ասելու խիստ դրական գնահատականների չեք կարծում Եվրամիության պաշտոնատար անձինք դրա մասին վստահաբար կմտածեին, չէ՞։ Իսկ միգուցե Հայաստանում իշխանություններից դժգոհ ժողովուրդը եւ իրենց քաղաքական ընդդիմադիր առաջնորդները այս ամեն շարժումը վերջին արդյունքում վերածեին հակարեմեցյան շարժման, դա իրենց համար խնդրեմ էր։ Իսկ եթե ասենք նույն ընդդիմությունը մի քանի հազար մարդ շուրջօրյա նստածույց պիկետներ անել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ կեցվածք է, չէ՞։ Մեծ հաշվով ԱՄՆ նախագահը եւս շնորհավորել է, չէ՞, այս ընտրությունները Փաշինյանի հաղթանակը։ Կամ ավելի շուտ ես կարծում եմ առաջնորդին Ֆրանսիայի դեսպանատան մոտ, որը ժամանակից շուտ պարոն Մակրոնը, որը այլևս գնացող է, հիմա Եվրոպայում պետության ղեկավարներ կան, որոնք գործնականում, որոնց արած առ ոչինչ չեն, նրանք գնացող են, մեկ ինքը, ընտրությունները շուտով եւ ակնհայտի հիմնական տեխնացուն ով է, ազգային ուժերի ներկայացուցիչ Մարի Լը ասենք նույն Գերմանիայում Մերցը եւս գնացող է, այնտեղ արդեն երկու անգամ ավել վարկանիշ ունի այլընտրանք նալուն Գերմանիայի կուսակցության առաջնորդը եւ այդ կուսակցությունը
Այսինքն Հայաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտը պետք է կարողանա ոչ միայն կեցված դրսևորել Եվրոպայի մի շարք պետությունների ղեկավարների, Եվրամիության վերպետական կառույցների ղեկավարների ապօրինի կողմնակալ վերաբերմունքի հանդեպ, այլ միաժամանակ աշխատանք տանի այն ուժերի, կուսակցությունների եւ անձանց հետ, որը վաղը Եվրոպայում գալու են իշխանության։ Արվում է, վստահաբար ոչ, որտեվ հանդիպումներ, քննարկումներ, դա արդեն ոչ թե Հայաստանի մակարդակով լուսաբանում կլներ, այլ գոնե նվազագույնը Եվրոպայի, չէ՞։ Բայց նման բաներ չի արվում։ Ես ուղղակի օգտվելով առիթից նաև այն ինչ որ ես ասում եմ, սրանք ճանապարհային քարտեզ են քայլերին, որ ես հորդորում եմ, որ ընդդիմությունը այս գնահատականները եւս փորձի վերլուծել գնահատել։ Միգուցե առողջ հատիկ կա իմ ասածների մեջ եւ ինչ որ բաներ արվի։ Պարոն Աբեջան, այ դուք ձեր խոսքի մեջ հիշատակեցիք Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կապված այն իրավիճակը, որ այսօր կա Հայաստանում, եւ պիտի ասեմ, որ Փարիզ բունի մաստով իշխանությունների ռեպրեսիաների արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք հարում են այդ կուսակցությանը, աշխատում են Ծառուկյանի տարբեր կառույցներում, մնացել են անգործ։ Մոտ 7000, ասում են, մոտ 7000 մարդ։ Դուք պատկերացնում եք, դա նշանակում է 7000 ընտանիք է։ Վաղը միսօր խնդրեմի Փաշինյանը թող պատկերացի, ես լավ եմ պատկերացնում։ Դե, բայց այսքանից հետո էլ մեր ընդդիմությունը կարծես ամեն ինչ բարեհաջող է։ Չէ, ես չեմ կարծում, որ ընդդիմությունը համակերպվել է սիրողության հետ։ Ընդդիմության առաջնորդները, հա, հիմնականում 2-3 ուժերի։ Ուղղակի խնդիրն այն է, որ իրենք արագ պետք է գործողություններ անեն, կազմակերպվեն, քննարկեն, դիմադրական մեծ հնարավոր ճամբար ստեղծեն, օրակարգային հարցեր բերեն։ Իդեպ ասեմ, այդպիսի մի նախաձեռնությամբ հանդես եկավ մի խումբ մարդիկ, որոնք հիմնականում այլ Հայաստան կուսակցությունից էին, եւ հիմա իրենք այսօր 14-ն է, չէ՞։ Իրենք այսօր մեծ քննարկում ասուլիս են անելու, որի մեջ ներգրավել են տարբեր կուսակցությունների, իրավապաշտպանների, փաստաբանների այն այլանդակությունները, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում, իրավական տեսանկյունից, այո, ձերբակալությունները, հետապնդումները եւ այլն։ Այսինքն այդպիսի մի օղակ այդ կուսակցության անդամների նախանձախնդիր եւ հետեւողական կեցվածքով ստեղծվել է։ Արդեն ինքը միսոարյուն է ստացել, այդ կառույցը կա եւ երբ ես նայեցի ցուցական բանացանկը, բավականին պատկառելի եւ այդպես ճանապարհ անցած մարդիկ են։ Ընդ որում առաջին սկզբունքներից մեկը, ովքեր որ կարող են այդ միավորին անդամակցել, վերկուսակցականությունն է, այսինքն չկա այդտեղ կուսակցական մոտեցում։ Այդպիսի մի օղակ ստեղծվել է, հա։ Ես կարծում եմ, որ այդպիսի բարոյական պարտավորություն ունի գոնե նվազագույնը երկու ուժ։ Գոնե նվազագույնն եմ ասում, դա ուժեղ Հայաստանն է եւ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները, ասենք, որի մեջ հիմնականում դաշնակցությունն է հայեղափոխական։ Իրենք պետք է շատ այդպես ինտենսիվ արվի դիմադրական օջախները, խնդիրներ հստակ դրվեն, Հայաստանում այո ավտորիտար ռեժիմ է, փաստացի ավտորիտար ռեժիմ է։ Եվ այդ ավտորիտար ռեժիմի տանիքը դա եվրոպական երկրներն են, Եվրամիությունը։ Իսկ ինչու, ասենք կարող են հարցնել, իսկ ինչու է Եվրոպան կամ Եվրամիությունը շահագրգիռ, որ Հայաստանում այդպիսի ռեժիմ հաստատվի։ Որն է պատճառը։ Իսկ պատճառը շատ ակնհայտ է։ Պատճառը Եվրամիություն, ՆԱՏՕ, Ուկրաինա մի կողմից, Ռուսաստան մյուս կողմից հակամարտությունն է։ Հետխորհրդային տարածքի բոլոր հանրապետությունները հավաքական արևմուտքին, ես մի պահ Միացյալ Նահանգներն փոքր ավելի հեռու դնեմ, Եվրոպային պետք է մեկ բանի համար, որքան այդ հանրապետությունները կարող են խնդիրներ առաջացնել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը։ Օրինակ կարող եմ ասել, որ երկրները, որ հանրապետությունների նախին խորհրդային խնդիրներ են առաջացել։ Հիմա Հայաստանի վրա այդպիսի խնդիր է դրա, Հայաստանը այդ խնդիր առաջացող օղակներից մեկն է դառնա։ Օրինակ Մերձբալթյան հանրապետությունները ապահովում են Կալինինգրադի մարզի բլոկադան, ծովային բլոկադան։ Այդ հանրապետությունների վրա է դրված մի քանի միլիոն Ռուսաստանի քաղաքացի շրջափակման մեջ են։ Մոլդավիայի վրա դրված է մոտ 400,000 Մոլդավիայի մեր Ձնստերի հանրապետության տարածքում ապրող ռուս, ռուսախոս եւ Ռուսաստանի քաղաքացի մի մասը այդ
տարածքի եւ բնակչության շրջափակումը։ Նախ շրջափակված է մի կողմից Մոլդավիայով, մյուս կողմից Ուկրաինայով։ Մոլդավիան այդ խնդիրները առաջացնում է Ռուսաստանին։ Հաջորդը Հարավային Կովկասի 3 հանրապետությունները պետք է խնդիրներ առաջացնեն, օրինակ Հայաստանից ամբողջովին ռուսական ներկայությունը տնտեսական լինի անվտանգային քաղաքական դուրս տրվի։ Հիմա օրվա իշխանությունների գործընթացը հենց այդ տրամաբանության մեջ է։ Դա համար է Եվրոպան պաշտպանում կամ Եվրոպան նախանձախնդիր, որ Հայաստանում այդ գործընթացը գնա։ Միջինասիական հանրապետություններ, այնտեղ արդեն օրինակ երկու լարի վրա արդեն առարկայապես սկսել է խաղալ Ղազախստանը, որ Ռուսաստանի համար ստրատեգիական հարևան է, որովհետև երկու պետությունների միջև կա անպաշտպան 7600 կիլոմետր սահման։ Պատկերացրեք, այդ սահմանում հայտնվում են մի քանի միլիոն ահաբեկիչ։ Ասենք Ղազախստանը իր կողմնորոշումը, կեցվածքը փոխում է եւ թուրքական աշխարհի եւ արևմտյան պրոյեկտների մեջ է հայտնվում։ Ռուսաստանի համար լրջագույն մարտահրավեր է, որտեղ եթե անգամ Ուկրաինայի ճակատում մոտ 2000 կիլոմետր է, ամեն քառակուսի մետրի վրա զինվոր կա կանգնած, հա, ապա 7600 կիլոմետր պատկերացեք, այնտեղ զորք չկա։ Սահմանային ուղեկալներ են, անցակետեր։ Հետեւաբար, այս Հայաստանում տեղի ունեցող արտաքին քաղաքական դրսևորումները գործընթացները մտնում են մեկ տրամաբանության մեջ, խնդիրներ Ռուսաստանի դեմ, որը օրվա իշխանությունները պատրաստական եւ անում են։ Դրա համար հավաքական արևմուտքը Եվրոպան պահում է օրվա իշխանության ղեկին եւ աչք է փակում, խուլ է եւ համր է այն ապօրինությունների, որով եվրոպական երկրները եւ վերպետական կառույցներն էին պատասխանատու եւ պարտավորված, որպիսի ճնշեին այն պետություններին, որտեղ այդ ապօրինությունները կատարվում են։ Ճնշման զրո ազդեցություն։ Դա համար ես հորդորում եմ, որ ընդդիմությունը կեցված դրսևորի եվրոպական այդ կառույցների նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառելու նպատակով։ Գիտեք, Բառաչորեն երեք իր հերթական հոխորտանքով հանդես եկավ Ադրբեջանի նախագահ, ասելով, որ մենք ենք այսօր Հայաստանի ամեն ինչով օգնում, բարեկամությունը, մենք ենք խաղաղությունը ամրապնդում, ուղարկում ենք Հայաստան անհրաժեշտ քանակի էներգակիրներ, բենզին, դիզվառելիք եւ անդադ շեշտում է Զանգեզուրի միջանցքը։ Բայց մեր իշխանությունները կարծես թե չեն լսում, ասում են, դե դա ներքին լսարանի համար է հիմնականում, ես չեմ հասկանում, միգուցե դու վերջնական բարձրաբանում տակ ներքին լսարանը որն է, արտաքին լսարանը որն է։ Այդ նույն Ալիևը 2011 թվականից պետական մակարդակով Ադրբեջանում պատրաստում է Պարսկաստանի ինչ որ մի շրջանի կայսրության որպես իրավաքաղաքական ժառանգորդ տեսությունը պրոյեկտել իր ժողովրդի վրա։ Խոսքը ինչի մասն է 1502-1736 234 տարի Պարսկաստանում իշխել են ազգության ոչ պարսիկ սեֆյանները։ Ընդ որում այդ սեֆյանների կառավարման ժամանակ էր, որ Շահ Աբասը 1602-1604 թվականին այստեղից հայությանը ուղղակի սիրով հրավիրեց Պարսկաստան, հասկանալի է սիրով հրավիրել ճակերտների մեջ եմ ասում, մեր պոետներից մեկն էր գրել առաջ է ջուր, հետևը սուր, արաքսը անցնելուց, հա, եւ այստեղ բերեց ազարիների, որոնք իրանական բարձրավանդակի ժողովուրդ են։ Այլ որ Ալիևը ասում է այս Հայաստանը իր պատմական հայրենիքն է, ինքը նկատի ունի, որ 1828-ին ռուս-պարսկական պատերազմի արդյունքում, երբ Երևանի եւ Նախիջևանի խանությունները Ռուսաստանի հաղթանակի արդյունքում անցան Ռուսաստանին, այստեղ համարյա հայություն չէր մնացել, մի քանի տասնյակ հազար հայեր, մնացածը բոլոր ազերիներ էին, որտեղ կայսրությունները փորձում են ժողովուրդներին տեղափոխել, ձուլել, խառնել եւ այլն։ Հիմա այդ կայսրության, այն ժամանակվա կայսրության իրավաքաղաքական ժառանգորդ ոչ ավել, ոչ պակաս Ալիևը ասում է, որ ինքն է։ Իհարկե ստում է, որտեղ այդ կայսրության գոնե նվազագույնը երկու մայրաքաղաք ասեն՝ Սպահան եւ Թավրիզ, որը Բաքվի հետ որևիցե աղերս չունի։ Բայց 2011 թվականից Վատիկանը գաղտնի արխիվներից փաստաթղթեր է տրամադրել եւ այսօր էլ տրամադրում է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիային, որով հիմնավորվում է, որ այդ կայսրության ժառանգորդը ոչ ավել ոչ պակաս ներկայիս Ադրբեջանն է եւ իր ղեկավարությունը։ Եվ հետաբար ղեկավարությունը այսօր իր ժողովրդին ասում է, որ մենք վերականգնում ենք մեր երբեմնի հզոր կայսրության սահմանները, այդ թվում, որի մեջ մտնում էր Հայաստանը։ Իդեպ ասեմ ձեզ, Ալիևը երբ ասում էր Դերբենտը իրենց պատմական հայրենիքի մի մասն է, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, Դաղստանում։ Բոլորը հեգնում էին Ալիևին, ասում հարգելիներս,
Այդ մարդը որ ասում է ինչ որ հիմքեր ունի, չէ՞, որն է հիմքը։ Իհարկե կեղծած հիմքեր, բայց հիմքեր կան։ Հիմքերը հետեւյալն է, որ նույն Դերբենտը Սեֆյանների կայսրության ժամանակ Սեֆյանների տարածք է եղել։ Ալիևը հավակնում ասում է ես եմ այդ կայսրության իրավակ քաղաքական ժառանգորդը։ Կեղծում է իհարկե, ակնհայտ կեղծում է։ Որտեվ դա ներկայիս Իրանի Իսլամական Հանրապետության այն տարածքն է, որտեղ ազերիներ են ապրում։ Հիմա սա ինչի համար եմ ասում։ Ալիևը այս տարածքը նայում է որպես սեփական տարածք, որը վաղ թե ուշ պետք է վերցնի։ Մնացածը ներքին սպառում է, արտաքին սպառում է, դա հեքիաթների դաշտից է։ Կենթանական աշխարհում երկու օրինակ բերեմ։ Խոզին, որ տանում են մորթելու, այնտեղ որտեղ միշտ մորթում են։ Ինքը միշտ դիմադրում է, բղավում է, հա, ոտքերով չի գնում, ինչու։ Կենթանիների մեջ խոզի հոտարությունը շատ ուժեղ է։ Ինքը հիշում է, որ իր կողքից տարել են մեկին, ինքը հետ չեք եւ ընդերից արյան հոտ է գալիս։ Ինքը երբ որ մոտեցնում են այդ տարածքին, արյան հոտը առնում է, ինքը հասկանում է, որ այդ վատ բան է, հետ չեն գալիս, որ մտնում են այդ շենքը։ Իսկ ոչխարին, որ տանում են մորթելու, խոտը բերանը դրած, ոչխարը ուտում է, չել հասկանում, որ անընդհատ տանում են մորթելու։ Հիմա մեզ այդ ոչխարի տեղն են դրել, բերանը խոտը դրած, այդ որ ասում եք, տալիս է գազա տալիս, նավթա տալիս, չգիտեմ, ցորենա տալիս եւ այլն։ Մեզ դրել են այն ոչխարի տեղ, որի բերանը խոտը դնելու տալում են առապնարան։ Բայց մենք ոչխար չենք, մենք հասկանում ենք, որն է իրականությունը եւ հետեւաբար Ադրբեջանի համար, Թուրքիայի համար, Բրիտանիայի համար շատ կարևոր է թուրքական աշխարհի մեծ թուրանից հայկական սեպը հանել։ Աշխարհագրորեն մենք սեպի նման խրված ենք այդ աշխարհի աշխարհագրական ցամաքային տարածքի մեջ։ Եվ դա միայն Սյունիքը չի։ Զանգեզուրի միջանց կոչված, դա ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է։ Իսկ այդ սեպը անելու համար կամ Հայաստանը մեծ արտագաղթից հետո դառնում է Թուրքիայի վիլայեթ, օրինակ, եթե Թուրքիան համաձայնվի, Թուրքիայի գերիշխանության ներքո ենք հայտնվելու, կամ դատարկվելու ենք ամբողջովին, Ադրբեջանն էլ այդպես է ուզում։ Ադրբեջանը ստեղ հայտնի չլինի, մենք ենք գալու ապրենք, մեր պապերն են ապրել այստեղ։ Այստեղ Ադրբեջան, Թուրքիայի շահերը մի քիչ հակադրվում են։ Թուրքիան ուզում է Հայաստան պետությունը ավելի փոքր թուլացած մնա, ինքը որպես գործիք հայությանը դրսի նաև օգտագործի իր շահերի սպասարկման համար։ Ադրբեջանը ասում է ոչ, այստեղ դե հայություն չլինի, ես եմ լինելու։ Ես մեր օրվա իշխանությունները ասում են մենք վերականգնում ենք մեր ինքնիշխանությունը։ Դե վերականգնենք խոտը բերանին, տանում ենք առապնարան։ Այսօր այդ Ադրբեջանի, Թուրքիայի, Բրիտանիայի եւ հավաքական արևմուտքի շահերը։ Ինձ եւ մեկ հարցնում են, ասում իսկ հնարավոր է այդպիսի բան 21-րդ դարում, ասում հարգելին ես 21-րդ դարում մեր աչքի առաջ Գազայի հատվածում 2.400.000 ժողովրդին ցեղասպանում են։ Հնարավոր է։ Հնարավոր է, պարզում է, չէ՞։ Եթե թևը ժողովուրդը կռվում է, այնպես չէ որ ինքը ծնկել է։ Եվ աշխարհում ամենամոտիվացված եւ սպառազեն բանակներից մեկը Իսրայելի պաշտպանության բանակը ցախալը չի կարողանում հաղթել ժողովրդին, որտեղ իրենք պատրաստ են իրենց հողի, իրենց սրբությունների համար կռվել ու զոհվել։ Մենք հոգեբանորեն հիմա տկարացել ենք։ Պարտությունը վերա շատ ուժեղ է ազդել։ Եվ մեզ շատ հեշտ է կառավարել։ Մեր դիմադրության ոգին թուլացել է։ Սա ակնհայտ է։ Դե եթե այս ամենին ավելացնենք նաև այն փաստը, որ վերջերս երբ Իսրայելի կառավարությունը ճանաչեց հայոց ցեղասպանությունը, Քնեսետը կանգնեցրել է գործը։ հա, հասկանում եմ, բայց մեր իշխանությունների լռությունը եւ անտարբերությունը նույնիսկ հարևան որոշ պետությունների մոտ է զարմանք առաջացրել։ Դուք ինչով եք դա բացատրում։ Դուք որ ասում եք մեր իշխանություն նկատում եք Հայաստանի Հանրապետության իշխանություն։ Ես ասում եմ մեր իշխանությունները իրենք Հավաքական արևմուտքի Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունը մեր հետ ի՞նչ կապ ունեն։ Շատ էլ այստեղ ընտրություններով ընտրվել են։ Չէ, ես այդպես չեմ գնահատում։ Երբ որ ասենք մեր իշխանություն, ինքը պարտավոր է մեր շահերը, չէ՞, սպասարկել։ Վստահաբար, չէ՞։ Հիմա մեր շահերի մեջ մտնում է, ես մի շարք բաներ թվարկեմ։ Մեր ազգային խորհրդանիշներից հրաժարվելը հայկական շահերի մեջ է մտնում։ Արցախից հրաժարումը մեր շահերի մեջ է մտնում։ Ոչ իհարկե։ Ցեղասպանությունից հրաժարվելը մեր շահերի մեջ է մտնում։ Մեր երկու հարևանների հետ, որոնք այս 30 տարվա ընթացքում իրենց լավագույն դրսևորեցին եւ մենք հաղթանակ ունեցանք։ Խոսքս Ռուսաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության մասին է։ Այդ երկու պետությունների հետ վատ հարաբերություններ պայլը մեր շահերի մեջ է մտնում։ Ներսում ճամբարների բաժանելը, սևի սպիտակի, հնի ու նորի ընտանիքներ, որոնք կիսվել են այդ պատճառով։ Այսինքն ժողովրդին իշխելու տիրելու համար լավագույնս բաժանի ճշնամացու, որ տիրես
անգլոսաքսոնական կառավարման մոդելն է կիրառվում, հիմա դա մեր շահերի մեջ չէ մտնում։ Եկեղեցու դեմ պայքարը վեհապար հայրապետը որպես Աստծո կողմից օծյալ մարդը փորձ է անում Աստծո որոշումը բեկանել իդեմս Փաշյան Նիկոլի մեր շահերի մեջ չէ մտնում։ Բայց այդ այդքան ես նվազագույն ոտքի վրա, ինչպես ասում են նստած տեղը, թվարկեցի, որ մեր շահերի մեջ չի մտնում, բայց իշխանությունները անում են դրա դեմ քայլեր, բայց ո՞նց կեղավ իրենք մեր իշխանությունը։ Իրենք մեր իշխանությունը չեն արգելիս։ Իրենք այլ Հայաստանը արտաքին կառավարման ներքո է։ Եթե Հայաստանը արտաքին կառավարման ներքո է, նշանակում է, որ քո ժողովրդի, քո քաղաքացիների շահերը չի սպասարկում։ Եվ հետաբար պետք չի զարմանալ ու զայրանալ, ընդհանրապես պետք է փաստերը արձանագրել եւ հասկանալ իրողությունները։ Այդքանը։ Դե ես պիտի ասեմ, որ շատ դաժան ճշմարտություն է իհարկե հնչեցնում մեր եթերում, բայց դա ճշմարտությունն է, որքան էլ այն դժվար լինի, այնքան ցավալի միևնույն է պետք է այդ մասին ասվի։ Եվ որպես ռազմական վերլուծաբանի կուզենայի մի քանի խոսքով էլ անդրադառնայիք Միացյալ Նահանգներ, Իրան, Ռուսաստան, Ուկրաինա հակամարտություններին, այստեղ ինչ զարգացումների սպասենք։ Պարզում է, քանի որ Միացյալ Նահանգների ներկա նախագահը ինքը բավականին այդպես փող լավ է հաշվում։ Օրինակ հասկացա, որ Հորմուզ նեղուցը Իրանը օգտագործեց այս հակամարտության մեջ ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ որպես միջուկային զենքի հավասար զենք։ Ուղղակի պայթյուն չեղավ գետնի վրա, բայց պայթյուն եղավ տնտեսական ոլորտում։ Այսինքն երկիր մոլորակի բոլոր պետությունների վրա այդ Հորմուզի նեղուցով նավթի տանկերներով անցնելու փաստը եւ չանցնելու փաստը էականորեն ազդել է։ Այսինքն համաշխարհային տնտեսության վրա Հորմուզի նեղուցը ունի ազդեցություն։ Եվ հիմա այս Բախումից եւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի փաստացի պարտությունից հետո իսկ պարտության կամ հաղթանակի գնահատման մեկ չափորոշիչ կա։ Մնացածը սուբյեկտիվ կենացների եւ ցանկությունների դաշտից է։ Քաղաքական ղեկավարությունը խնդիր է դնում ռազմական ղեկավարության առաջ կատարել այս գործը։ Եթե ռազմական ղեկավարությունը այդ գործը չի կատարում, ուրեմն քաղաքական ղեկավարությունը պարտվել է։ Հիմա Իրանի նկատմամբ խնդիր էր դրված ԱՄՆ-ի եւ Իսրայելի քաղաքական ղեկավարության կողմից ռազմական ղեկավարության առաջ։ Խնդիր։ Այդ խնդիրը չլուծվեց։ Հետաբար ԱՄՆ-ը եւ Իսրայելը պարտվել են։ Բայց Տրամպը Տրամփ չէ լինի, եթե դիրավիճակում ձեռքետել նաեւ փող չաշխատել կամ փորձեր աշխատել։ Ինչ է ասում։ Ասում է օրինակ այն, որ Իրանը Հորմուզի նեղուցով նավերի մի մասի վրա ինքը մաքս է դնում, մուծվեք նոր անցեք։ Ասում է ինչ վատ է, որ մենք դնենք։ Օրինակ ուզում եմ ես դնեմ։ Որպեսզի այդպես լինի, Հորմուզի նեղուցով երկու պետությունների առափնյա շրջանով են նավերը անցնում, մեկը Իրանն է, մյուսը Օմանը։ Հիմա ԱՄՆ-ն ասում է, թող այդ նավերը անցնեն Օմանի մոտով, եւ ինձ մուծվեն ինձ։ Իրանը իհարկե ընդդիմանում է, եւ այն նավերը, հիմա մի քանի օր է նավերը իրենց տեղորոշման ազդանշան տվող սարքերը անջատած գնում են, ինչպես նա страх и риск, որտեղ Իրան կարող է հարվածել, ընդ որում հարվածում է մի քանի նավեր էլ խփել էր։ Հիմա ԱՄՆ-ը Իրանում չի կարող իրականացնել իշխանափոխություն, այն հիմնական խնդիրը, որը որ դրել էր։ ԱՄՆ-ը խնդիրը դրել, որ Իրանի 60% հարստացված ուրանը տրվել իրեն, չտրվեց իրեն։ ԱՄՆ-ը խնդիր էր դրել, որ Իրանը հետ կանգնի միջուկային զենք ստեղծելու իր ծրագրից, Իրանը հետ չի կանգնում։ Ավելին, Իրանին պետք է մուծվեն օրինակ Պարսից ծոցի երկրները, որոնք ԱՄՆ-ի դաշնակիցներն են եւ որոնց տարածքներում ամերիկյան բազաներ էին, որոնք հրթիռակոծվեցին, հրետակոծվեցին Իրանի կողմից։ Հիմա Իրանը ասում է, ես կորուստներ եմ կրել, դուք ինձ հարվածել եք, բարի եղեք, գումար տալ։ Այդ քաղաքագիտության մեջ կոչվում է փոխհատուցում կամ ռեպարացիա։ Ասում է մուծվեք։ Հիմա ԱՄՆ-ն ասում է լավ, ժամանակին ես Իրանի ակտիվները իմ բանկերում սառեցել եմ, այդ կտամ։ Իրանն ասում է չէ, դա մի քանի տասնյակ միլիարդ դոլար է։ Ինձ մի քանի 100 միլիարդ դոլար տիտակ, որտեղ իմ երկիրը դուք ավերել եք, ապօրինի դուք եք հարձակվել իմ վրա, եւ որով ճիշտ է ասում։ Հիմա ելնելով այս իրողություններից ԱՄՆ-ի նախագահը գտնում է բավականին մեղմ ասած տհաճ իրավիճակում։ Թեև ինքը արդեն մի 10 անգամ հաղթել է Իրանին, եթե հիշում եք, բարբերաբար ասում է, հաղթեցինք, այնտեղ զինված ուժ չկա, հակաօդային պաշտպանություն չկա, հրթիռներ չկան, բայց պարզվում է ամեն ինչը կա։ Եվ այստեղ ԱՄՆ-ի նախագահի համար լուրջ խնդրեմ է առաջանում 2-3 ամսից ԱՄՆ-ում
կոնգրեսում ընտրություններ են։ Եթե այդ ընտրություններում հանրապետականը պարտվեց, նշանակում է հաջորդ օրը դեմոկրատները ԱՄՆ ներկայիս նախագահի նկատմամբ ամենայն հավանականությամբ սկսելու են անվստահության կամ իմպիչմենտի գործընթաց։ Ժամանակից շուտ, որպեսզի Թրամփը հրաժարական տա։ Թրամփին պետք է հաղթանակ, առարկայական, խիստ, որը շոշափելի լինի։ Դա Իրանը չի։ Ոչ էլ Ուկրաինայում պատերազմի կասեցում, որովհետև Ուկրաինայում պատերազմը չի կանգնելու։ Մենք Թրամփին հուշենք, ինքը մի հնարավոր գործիք ունի, մի քիչ ռիսկեր կան, բայց հավանականությունը շատ մեծ է, որ ինքը կհաղթի։ Գրելանդիան իրեն միացնելն է։ Այնտեղ Դանիան մի քիչ կբարկանա, Եվրամիությունը մի քիչ ատամներ կկրճտացնեն ու թեման դրանով կփակի, բայց Գրելանդիան որպես օգտակար հանածոների հսկայական տարածք ԱՄՆ-ին պետք է։ Բարի լինի, պարոն Թրամփը Գրելանդիան այդտեղի մի քանի տասնյակ հազար ժողովուրդը քվյարկի ինքնորոշվի կասեմ ենք ուզում ենք ԱՄՆ քաղաքացի դառնան, կդառնա 51-րդ նահան։ Հիմա այս վերաբերում է ռուս-ուկրաինական ճակատին։ Ռուսաստանը չի կանգնեցնելու ռազմական գործողությունները, ավելի խստացնելու է հարվածները։ Ես կարծում եմ Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը կոնկրետ խնդիրներ է լուծում։ Դնեպրի աճ ու ձախափերը, աճը իրենն է, ձախափը ամբողջովին պիտի վերցվի։ Իսկ այդտեղ մի 3 շրջան է, որով ընդ որում դրա վերաբերյալ Ռուսաստանի նախագահը ասաց, որ բուֆերային գոտի պետք է ստեղծի։ Խոսքս Դնեպրոպետրովսկի, Խարկովի եւ Սումայի մարզերի մասին է։ Այդտեղ բուֆերային գոտի, որտեղ դրա հարևան շրջանները, օրինակ Կուրսկի շրջանը, որը Սումայի հետ հարևան էր, չէ՞, Կուրսկից չէ, Սումայից չէ հարձակվեցին, զորքերը մտան Կուրսկ։ Հիմա Պուտինը ասում է, այդ Սումայում պիտի զորք չլինի ուկրաինական, որը երաշխիք է, որին վրա, օրինակ Կուրսկի մարզի վրա հերթական անգամ չեն հարձակվի։ Սա 3 մարզերը այդ Դնեպրի ձախափը եւ երկրորդ խնդիրը ըստիս որ Ռուսաստանի ղեկավարությունը կարծում եմ իր համար շատ կարեւոր է, դա Ուկրաինան սև ծովից կտրելն է, այսինքն վերցնել բուֆերային գոտի ստեղծել Օդեսայի եւ Նիկոլաևի մարզերը։ Մյուս կողմից Օդեսան դա շրջան է, մարզ է, որը հնարավորություն է տալու Ռուսաստանին ցամաքային կապ ունենալ Ռուսաստան, Օդեսա, Մոլդավիայի մեր Զնստրի Մոլդավական Հանրապետությունում բնակվող այդ 400,000 իմ նշված ռուս, ռուսախոս եւ Ռուսաստանի քաղաքացի բնակիչների հետ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունները չի դադարեցել, առանց որ հավաքական արևմուտքը եւս ուզում է պատերազմը շարունակվի։ Եվրոպան ուզում է, Եվրոպան զինվում է, Եվրոպան իր հարկատուների հաշվին հսկայական գումարներ է տրամադրում Ուկրաինա։ Իհարկե մի մասը լափում են այդտեղ, գողանում են, բայց խնդիրը դա չի։ Եվ այդտեղ պատերազմը շարունակվելու է, վստահաբար շարունակվելու է։ Այսինքն ԱՄՆ նախագահը ԱՄՆ-ի ճարեց, որ պատերազմը կանգնի, այնտեղ չի կանգնելու, իսկ ԱՄՆ-ի համար ԱՄՆ-ը համակերպվելու է, որ տարածաշրջանում Իրանի դերակատարումը կտրուկ բարձրանալու է, այս բախումից հետո, այստեղ Իսրայելի ղեկավարության վիճակն է շատ ոչ անմխիթար վիճակում է ինքը հայտնվելու, ինչու որտեվ եթե բոլոր պատերազմները կանգնեն Իսրայել, օրինակ Գազայի հատված, Իսրայել, Լիբանան, հա, Իսրայել, Իրան, եթե այդ բոլորը կանգնում է, դες վստահեցնում եմ, որ Իսրայելի վարչապետը հաջորդ օրը իսկ հայտնվելու է մեղադրյալի աթոռին։ Եվ այդ երկրի վարչապետը հրաշալի այդ ամեն ինչը հասկանում է Բենյամին Նեթանյահուն եւ հետաբար ինքը ամեն ինչ անել որ պատերազմները շարունակվեն։ Եվ տեսնենք զարգացումներ ոնց կլինեն, բայց բոլորը իրենց խնդիրներն են լուծում, մենք էլ մեր դարդելացենք, մենք էլ մեր խնդիրները լուծենք։ Եղավ, շնորհակալ եմ, պարոն Նահապետյան, բովանդակելից եւ շատ այդպես մատչելի վերլուծության համար։ Ես կարծում եմ առաջիկայում առիթ կլինի նորից հանդիպելու, այս վերջին զարգացումները իհարկե այդքան էլ ինչպես ասում են այս ամենից լավ հոտ չի գալի, բայց պիտի նորից մնանք փորձենք մնալ լավատես եւ տեսնենք թե ինչով կավարտվի այս գործընթացը մեզանում հատկապես։ Շնորհակալություն։ Ջերի բարեկամներ, մենք այսօր հյուրընկալել ենք ռազմական վերլուծաբան քաղաքագետ Հայկ Նահապետյանին, որի հետ առաջիկայում մենք նոր հանդիպում կունենանք եւ որի իհարկե վերլուծությունն ու մեկնաբանությունները անչափ կարեւոր են մեր ունկնդիրների համար։ Այսօր այսքանը, ցտեսություն։